Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Factor TV տաղավարում հյուրընկալել ենք Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Օսկար Թաթոսյանին։ Բարև ձեզ, պարոն Թաթոսյան։ Շնորհակալություն Factor TV գալու համար։ Ձեր պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում է եւ հանդիպել եմ բարձրաստիճան ղեկավարության հետ հոգեվոր առաջնորդներին։ Ինչ օրակարգով եք այստեղ եւ ինչ տպավորությամբ եւ տեղեկություններով եք Միացյալ Նահանգներ վերադառնում։ Շնորհակալություն։ Առաջին հանդիպումը ժողովը ամերիկյան տեսփանին հետ էր, քվին, շատ լավ ժողով ունեցանք, դարբեր մասերում խոսեցանք եւ ինքը շատ բաց ցավով բացատրեց մեզի ինչ նորություններ կա, ակտիվեջ վեհապար հարին կովկացին կեչմիածին բادرակին եւ մասնավորները խոսեցանք, տարիներ ծանոթ եմ վեհապարին հետ եւ բավական խորուն եւ լուրջ խոսակցություն ունենք եւ ակտիվեջ աղոթներով կացինք եւ հանդիպեցանք Հայաստանի նահանգային հետ շատ միշտ ջերմ կընտունի եւ շատ comfortably խոսակցություն ունենք այո I appreciate him very much եւ Armen Grigoryan հետ հանդիպեցանք եւ նորեն լուրջ խոսակցություն ունենք եւ Համբարձում Մատևոսյան minister եւ հետաքրքիր COP17 մասին խոսեցանք environmental եւ բիդի մտածանք ինչ ծև գրնակ սպյուրքի հայրը օգտագործել այդ COP ժողովի մեջ։ Շատ լավ։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները սկսել են գործնական քայլեր իրականացնել Թրամփի ուղի նախագծի իրագործման շուրջ։ Հայաստանի իշխանության հասցեն կա քննադատություն, որ Միացյալ Նահանգներին տրվում է արտատարածքային միջանցք։ Դուք կիսում եք այդ քննադատությունը եւ ըստ ձեզ ինչ է Միացյալ Նահանգների ուզածը, այսպես սուր հարցը դնեմ, Հայաստանի հարավը վերցնել իր վերահսկողության, տակ ավելի ինդիմադիրներն ասում են հրեական կամ, չգիտեմ, թուրանական միջանցք եւ այլն, դուք ինչ եք մտածում այս նախագծի մասին։ Ես մի քիչ optimistic ցավով գաբրիմ եւ optimistic ցավով գմդածեմ եւ ես կսկամ որ ասի Հայաստանի համար լավ որոշում է եւ գրնա շատ տարբեր ծևերով օգտագործել եւ օրինակ ասանք որոշում ոլան է նորմալ է որ ամեն ինչ ուզածնից չես երկու կողմեն պետք է մեկ ծևով մշահ ալա շահիլ մեկը պետք է դագլա ուրեմն շատ նուրբություններ կա այսօր մեզ, որ չենք հասկանար, բայց ինչ որ ես լսած եմ Վաշինգտոնի մեջ եւ հոս Հայաստանի մեջ այդ optimistic ցավով պիտի նայեմ եւ յետ պիտի երթամ Ամերիկա եւ ուրիշ հայերուն նույն բանը պիտի պատմեմ։ Ինչ եք դուք մտածում Միացյալ Նահանգների նպատակը այս նախագծի շուրջ որն է, ինչ եք դուք մտածում։ Ես Ամերիկա ծնել եմ, մամասա ծնել է, հոն բիզնես ունիմ եւ ամենեն կարևոր բանը գիտնալ the business of America is business. The business of America is business. President Trump առաջինը businessman է։ Այդ հասկանանք Ամերիկան business չլան է դեռ չեն մտնար։ Որտեղ բիզնես շատ չկա, չի գնում, հա։ Չի գնում, բիզնես պետք է լա։ Եվ գսեն ուրիշ պատճառով պիտի կան եւ այլն դեմոկրասիա եւ ադա կարեւոր է, բայց առաջինը բիզնես պետք է լա, որովհետեւ այդ էկոնոմին այդ ծավալ, սո պետք է գիտնանք որ ադե նպատակը Ամերիկան եւ ես ագմդածեմ որ չափ Հայաստանին էկոնոմին տնտեսական ծավով առաջանա ուժովլա եւ այդ ապահովություն կփերը safety and security with a strong economy
Շատ լավ, կար ենթադրություն, որ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները կիջնեն նվազ մակարդակի եւ նախագահ Թրամփը անգամ կչեղարկի ԱՄՆ Հայաստան ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որ նախագահ Բայդենի օրոք էր ստորագրվել, մինչդեռ մենք տեսանք օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահ վկա դարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը եւ ներգրավում է Թրամփի ուղի նախագծով։ Այ ինչով եք դա բացատրում։ Շատ լավ հարց է, Ռոբերտ, շատ կարևոր հարց է։ Մենք Armenian Assembly-ն միշտ Washington է, մեր կորձը Washington է, գրեթե 50 տարի հայկական պատճառներով գսպարվենք Washington-ի մեջ։ Հեմ Congress-ի մեջ, Parliament-ի մեջ, եւ White House, եւ State Department, եւ Defense Department։ Բայց այս նահանգային հետ President Trump եւ իր administration կրնամասեն մեր գաբերը, հայ-ամերիկյան գաբերը շատ լավ են եւ ամուր են։ Դա անսպասելի էր ձեզ համար։ Մենք չսպասեցինք։ Մենք չսպասեցինք այդ չափ, բայց օրինակ հայերգան որ նահանգային լավ կճանչնան, հայերգան որ Secretary Rubio-ն լավ մոդիկեն կճանչնան, Speaker Johnson-ը եւ ուրիշ congressmen-ները մեկ ցեվով ամեն բան մեկտեղ փախտավոր ենք միասին եղավ ասանք եւ նորեն իդ վերաթարնամ Ամերիկա պիտի հիշեցնեմ հայկավութին որ չափ կարեւոր է որ հայ ամերիկացիները մասնակցին սիստեմին մեջ կոնգրեսման ցանոթներուն հետ եւ ամեն ցևով մասնակցին democratic process-ի մեջ որովհետեւ ադոր արդյունք հիմա տեսնանք որ Նախագահ Թրամփը երբեմն Հայաստանի անունը Ալբանիա է անվանում դրանից արժի լուրջ հետևություններ No, այդ մարդը 10 միլիոն բան խելքին վրան է շատ Պետք է նեղացնեք մարդը կարևորություն մի դար ինքը լավ գիտե as initial ինքրավ ժո Հայաստան ուր է ինչ է ամեն ինչ գիտե գոր Այս ադմինիստրացիայի պաշտոնյաները տեղյակ են հայաստանյան խնդիրներին դուք պետքարտուղար Ռուբիոյի անունը տվեցիք խոսնակ Ջոնսոնի անունը տվեցիք շատ կարևոր է որ նրանք ինֆորմացիայի կրող լինեն ունենան ինֆորմացիա մեր մասին մեր խնդիրների մասին եւ հետաքրքրություն համագործակցելու Գիտեն Հայաստանի խնդիրները ուրենք թրացիները ինչ եղած է բայց բոլոր աշխարհը Washington գնայի իր խնդիրներով եւ Հայաստանի պետք է realist լանք պետք է ինքնին չխափենք աշխարհի մեջ շատ ավելի մեծ խնդիրներ կա կոնե Հայաստանը անոս օրագարկի վրա Թիվ 1 չէ, թիվ 2 չէ, չեմ գիտեմ որ թիվն է, բայց այդ չափ բարձր չէ։ Միայն լուրերը պետք է նայեք եւ գիտնանք Գազագա, Ուկրաինա լեցուն խնդիրներ կա։ So նորեն նահական ընդունել մեր խնդիրը Հայաստան եւ Ազերի խնդիրը White House բերել մեծ հաջողություններ։ Շատ լավ, տարիներ շարունակ Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունների օրակարգը կենտրոնացել է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Արցախի անկախության ճանաչման հարցերի վրա, այսօր չկա Արցախը, այսօր Հայաստան-Թուրքիա նորմալացման process է գնում, Հայաստանի իշխանությունը ասում է ցեղասպանության ճանաչումը մեր թիվ 1 արտաքին քաղաքական օրակարգը չէ, դուք ինչպես եք այդ հայտարարությունը ընկալում եւ ձեր դերակատարությունը տեսնում եք այս նոր օրակարգերի առաջմղման հարցում Նորեն Ռոբերտ շատ լավ հարց էր եւ թեր Արցախի խնդիրներ կան 23 հատ քերիգա ադա շատ կարեւոր է այդ պետք է լուսվի եւ ցեզի գսեմ ուր որ Washington երթանք congressmen-ներուն եւ State Department ամեն ժողովին այդ խնդրը այդ հարցը
կվերացնենք եւ այդ մասին կխոսենք։ Այդ հստակ գիտե որ այդ քերիներուն մենք շատ մտահոգված ենք։ Եղերնինա պետք է հիշենք բոլոր ընտանիքները տբածեն գործընծուցինք մեծ գորուսներ ատկեզատ պետք է նա աբակային նայինք աբական պետք է մտածենք պետք է մնանք victim mentality հայերը զոհի այո adons ասանք սերգ պրնված պետք է չլանք պետք է աբակային նայինք նույն ադեն ամեն ծավով ձեր անելիքը որն է այս օրակարգերի առաջ մղման հարցում ինչ է դա շատ թույն պատասխան է պետք է նոր սերունդին համար աշխատենք պետք է պատրաստենք որ չափ ունենք մենք investment ջահիլներուն մեջ նեք leadership օրինակ Washington Army Assembly-ին ամեն տարի կհավաքենք young Cal University համասարան փաստաբան ինչ որ կսումնասիրեն եւ Washington կբերենք եւ կծանոթացնենք Washington-ի այս տարի 80 հատ ջահիլ երդասարդ պերած college students 80 հատ առանց ծախսի մենք բոլոր ծախսերը կտանք մեր investment-ը անոնց ներդրում investment անոնց վրա investment-ը հոնտնեն գոր Շատ լավ, իսկ ինչպես եք վերաբերվում Հայաստան-Թուրքիա նորմալացման process-ին, ես այս հարցը տալիս եմ որպես մարդու, ով համանախագահում է Ամերիկայի հայկական համագումար եւ Սփյուռքի մեր հայրենակիցներ մի զգալի մասը ցեղասպանության հետևանքով է Սփյուռքում հայտնվել։ Ես իմ անսամ օրինակը դամ առաջ իմ հայրս Արաբ Կերկյուլ ծնազեր Արմեջան Հայաստանի մեջ ատկերվեց պոլիս կացին եւ ես հաշվեմն է 30 անգամ Հայաստան եկած եմ գերեւի 25 անգամ Իստանբուլ եւ Թուրքիա կացած եմ երկու երկրներով կացած եմ բիզնեսի ծավով եւ ես մարդոց հետ հաշվիմ չեմ նայր Ուրձնազեն, ինչ լեզու, մարդու հետ բիզնես պետք է իմ ծևս է, գարձեմ ամերիկյան ծևն է, այո, բայց գուզեմ տեսնալ, որ այդ սահմանը բացվի Հայաստան եւ Թուրքիա, բայց քայլ գամած, ամեն ինչ մեկ վարկանան պետք է շատ լավ ուսումնասիրենք եւ ուշադիր լանք, բայց ես կհավատամ, որ միշտ թրացին հետ լավ պետք է լաս։ Դունետ կամ թե կորձադեղետ կամ թե երգիրետ։ Կարևոր է, որ մի քիչ լեզու ունենաս թրացին հետ։ Պետք է ամեն օր գիշեր հաց ունենալ, սուրճ խմել եւ ոչ, բայց քոնե բարև գուդաս եւ տանելի հարաբերություններ, հա, այսպես։ Եվ գամած, ամեն ինչ մեկ բաղյանան պետք է լա։ Իսկ Սփյուռքի մեկ միասնական տեսակետ կա, դեմ է Սփյուռքը, թե կողմ է, կա այդպիսի բան Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Կան մարդիկ, որ շատ խիստ ծևով չեն ուզեր, որ թուրքերուն հետ լեզու գտնալ կամ թե բայց մեծամասնությունը ես իմ կարծիքով ես normal relations կհասկանան որ կարևոր է Իսկ Ամերիկայի հայկական համագումարը այսօր ինչի վրա է կենտրոնանում Արցախի հայերի վերադարձի ցեղասպանության ճանաչման օրակարգերի վրա թե օրինակ Հայաստան ԱՄՆ գործակցության խորացմանն եք դուք նպաստում Հայաստանի անվտանգության բարձրացմանը որ հարցն է ձեր կազմակերպության համար այսպես թիվ 1 հարց Հայաստանի ապահովության security of Armenia եւ զարգանալ դնդեսությունը եւ democratic democracy ժողովրդավարության զարգացումը այո ատկեվեջ investment in the future նոր սերունդին մեջ որ չափ կրնակ օգտակարել Հայաստանում ինչ ծրագրեր եք անում
կրթության ծրագրեր են դրանք, թե այլ բնագավառի։ No, բնագավառի ոչ, ավելի գրթություն եւ ավելի գխրգենք երդասարտները ամերիկյան հոսք գխրգենք, հոսք կմնան, կուսումնասիրեն, internship եւ երկուքան Հայաստան։ Եվ մենք կմտածենք հոստեղի հաճող երդասարտները դանենք Ամերիկա, թող Washington հասկանան մի քիչ ուսումնասիրեն ինչ ծև Washington մեկ ծևով մենք եղած ենք գամուրջ հայրուն համար որ Ամերիկան հոսքան Հայաստանում հոնքալ կառավարությունի կոզերուն հետ Դուք ինչ պահանջներ ունեք Հայաստանի իշխանությանը երբ որ հանդիպումներ եք ունենում Հայաստանի ղեկավարության հետ ինչ որ պահանջներ ներկայացնում եք նկատի ունեմ արտաքին քաղաքականության մեջ foreign policy Ամերիկայի ուղղությամբ, Թուրքիայի ուղղությամբ, Ադրբեջանի ուղղությամբ ինչ եք դուք ակնկալում որն է ձեր ակնկալիքը Մեր նպատակը Armenian Assembly մենք չենք Հայաստանի Հանրապետությունը ասենք ինչ պիտի նենք ինչ մենք չենք տպնար բայց ի տարբերություն այլ կազմակերպություններ այո we don't մենք non-political non-partisan only policy Armenian security no Democrat no Republican չենք խանդավիր միան policy for Armenia's growth democracy security ժողովրդավարության անվտանգության we don't get involved in any domestic politics heç չենք խանդավիր no այդ մեր կորձը չէ 50 տարի իվեր շատ լավ դուք հավատում եք որ նախագահ Թրամփը կապահովի հարաբերական անվտանգություն եւ խաղաղություն Հայաստանի Ադրբեջանի միջև դուք ակնկալում եք որ նախագահ Թրամփի օրոք այստեղ խաղաղություն կլինի պատերազմ չի լինի այո ես կարծեմ որ պատերազմ չի լինի ժամանակ գա հիմա ապահովություն գա խաղաղություն գա Թրամփը ատմարտն է որ իր ասածը գուզե որ շարունակվի եւ ինքը գիտե որ պատերազմի մարդիկ շատ զոհեր գլան եւ վնաս եւ այդքե օգուտ չի գա Շատ լավ նախագահի անձով եք պայմանավորում պարոն Թաթոսյան քանի որ սա հնարավորություն է նաեւ դիմելու մեր հայաստանյան լսարանին մեր հեռուստադիտողներին կարող եք ձեր ցանկալի խոսքը հղել մեր հայրենակիցներին դուք չգիտեմ ինչքան հաճախականությամբ եք լինում Հայաստանում բայց հիմա հնարավորություն ունեք մեր Հայաստանի քաղաքացիներին դիմելու եթե մեսեջ ունեք խնդրեմ Իմ մեսեջս որ դարին երկու անգամ կուքամ եւ դեսնամ որ շատ լավ հաջողություններ եւ ես կարծեմ որ հայտնի է որ Երևանը շատ լավ գզարգանա, բայց պետք է Երևանն դուրս մի մտածենք քիչ կավարները քյուղերը անոնք պետք է զարգացնեն եւ կարեւորը որ շեշտը տնենք an education կրթության վրա կրթության շատ կարեւոր է այդ կարեւոր է չեմ գիտեր այդ շեշտը հոնե կամ թե մի քիչ դերգավոր ավելի շետ կվի բայց կարծեմ education ամենեն մեծ բան է կարևոր փոխվել է Հայաստանը Տեբի լավ երթալով լավ այո շնորհակալ եմ Արգելի հեռուստադիտողներ Factor TV-ում հյուրընկալել ենք Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Օսկար Թաթոսյանին